վերջին 30 տարում Հայաստանի Հանրապետությունում մետրոյի ոչ մի նոր կայարան չի ստեղծվել եւ շահագործման չի հանձնվել եւ սա էլի շատ մեծ նախագիծ է, բայց որ այդ նախագիծը իրականացվելու է, այդտեղ երկու կարծիք չկա եւ էլի եմ ասում, այդտեղ մեր բանի տեմպերի մասին մեր պատկերացումները էլի շատ մի քիչ բան են, մի քիչ իհարկե պարզավոր ժամկետները մենք բոլորս ուզում ենք հնարավորինս կարճ լինի, բայց այնուամենայնիվ մանավանդ այն հատվածներում, որտեղ մենք կամ գիտելիք ենք կորցրել կամ հմտությունները որոշակիորեն բան են եղել, չեն օգտագործվել, հղկված չեն բավարար չափով, դա ժամանակ վերցնելու է, բայց մենք այդ ճանապարհով գնալու ենք, ընդ որում Աջափնյակ կայարանի թեման ինքը առանձին վերցրած թեմա չէ, մեր ռազմավարական մտածածն այն է, որ ի վերջո մետրոն շրջանաձև տեսք պետք է ստանա, ինչի արդյունքում նաև ըստ ամենայնի երթևեկության տրամաբանությունները կփոխվեն եւ արդյունավետությունները կմեծանան։ Այսինքն եթե մենք շրջանաձև երկու գիծ ունենանք, այդտեղ արդեն տրանսպորտի մասնագետները ավելի լավ խորհուրդներ կտան, այսինքն անդադ պտույտների, ընդ որում հանդիպակաց պտույտների միջոցով հնարավոր է, որ շատ ավելի մեծ էֆեկտներ ունենանք, քան մինչև այս տեսել ենք։ Եվ այդպես շարունակ, մենք էլի ուրիշ նախագծեր ունենք կապված Զվարթնոց օդանավակայանից դեպի Երևան եկող եւ այլն, ի վերջո պարոն Խաչատրյան, էլի այն օրը բանում Մալացիա Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիները էլի հիշեցրին Հյուս Սարաֆի այդ կտորի այդ դատի, ես էլ ասեցի, որ մենք զբաղվում ենք դրանով, հույս ունեմ, այդտեղ էլ հույս ունենք, հա։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ 3 հարցերի եմ ուզում անդրադառնալ։ Առաջինը, ինչ որ դուք նշեցիք վերջում, Երևանի քաղաքապետարանի վարչահայտության նախարարության հետ շատ ակտիվ աշխատելով մենք հասանք նրան, որ օրենք ընդունվեց, որտեղ դատական ատյաններում կարողանալու ենք հարցի հանգուցալուծման հասնել։ Չեմ ուզում իրավական խնդիրների մասին խոսել, որովհետև ընկալման տեսանկյունից դրանք շատ բարդ ներիրավական կարգավորումներ են, Արտահայտության նախարարության գործընկերները մեզ հուշեցին, թե ինչ ճանապարհով պետք է գնանք, որ այդ որոշումները կարողանանք ստանալ։ Առաջիկայում վերաքննիչ դատարանում քննության արդյունքում մենք պիտի հասնենք նրան, որ արգելանքը հանվի, որովհետև շատ տարօրինակ իրավիճակ ունենք պետական եւ համայնքային հողերի նկատմամբ, ունենք դատարանի կողմից կիրառված օգտագործման արգելանք եւ չենք կարողանում պետական սեփականություն հանդիսացող հողի վրա հանրային կարևորագույն նշանակության ենթակառուցվածք ներկայացնող կառույց իրականացնել։ Եվ մենք պետք է առաջիկա ամիսների ընթացքում զուգահեռաբար իհարկե Երևանի քաղաքապետարան նախագծման աշխատանքները արդեն ընթացքի մեջ է դրել, որովհետև նախագիծը շատ վաղուց էր կազմված եւ դա նորացման բարելավման կարիք ուներ։ Այդ աշխատանքներն էլ գործնական, արդեն բավական առաջ են գնացել, պարոն Ավինյանը կլրացնի։ Եվ մենք զուգահեռաբար մի քանի ուղղություններով շարժվելով մի կողմից պիտի հասնենք արդեն իրավական հանգուցալուծման, որ արգելացումը հանվի եւ մյուս կողմից նախագիծը պատրաստ լինի կառուցող կազմակերպությանը հրավիրելու համար։ Երկրորդը երթևեկության եւ խցանումների հատկապես հարցերը կարգավորելու համար մենք նույնիսկ ձեր հանձնարարությամբ պարոն վարչապետ որոշմամբ ձեր մի միջգերատեսչական աշխատանքային խումբ ունենք, որ բարբերաբար հավաքվում է, մենք 3 այդպիսի քննարկումներ ենք ունեցել արդեն։ Նույնիսկ քանի որ Երևանի հավաքանին շատ մեծ դերակատարում ունի իր որոշումներով Երևան քաղաքում երթևեկության կանոնները կարգավորելու հարցում, Երևանի քաղաքապետարանի ներգրավվածությունն այդ հարցում շատ մեծ, ներքին գործերի նախարարության գործընկերների հետ միասին կազմել ենք հարցերի ցանկ, որոնք վերաբերում են հատկապես կարճաժամկետ կարգավորումներին, վերջին մեր քննարկումը այն մասն էր, որտեղ տեսնում ենք, որ պետք է կարճաժամկետ անելիքները արդյունք տան, դրանք գույքագրել ենք եւ ուղարկել ենք Երևանի քաղաքապետարան, խնդրելով, որ իրենք համապատասխան որոշումները կայացնեն, այնտեղ կա թե քաղաքում որոշակի ժամերի երթևեկության սահմանափակման հետ կապված կարգավորում, թե երթևեկության կանոններում անգամ մենք հիմա մտածում ենք, որ շատ մեծ նշանակություն կարող է ունենալ օրինակ տաքսի մեքենաների համար հատուկ այդ փողոցների վրա կայանատեղիներ ունենք, որոնք որ նշագծված են, այդպիսի տարածքներ առանձնացնելու, որ իրենք ստիպված չլինեն, լավ իրենց բարերով դա ստիպված, բայց մեր կարծիքով դա ոչ այդքան իրավաչափ երկրորդ շարքում
կանգնել եւ մարդկանց սպասել։ Դա ամենահիմնական խնդիրներից մեկն է, որը նկատվել է կարճաժամկետ անելիքների առումով լուծում տալու հարցերի շարքում, բայց շատ են հարցերը, մենք այնտեղ ունենք հստակ անելիքներ, արդեն քաղաքապետարանի հետ առաջիկա շաբաթների ընթացքում կգանք հուսով եմ կոնկրետ որոշումների եւ նաեւ կխոսենք թե ինչ ենք արել, ոչ թե ինչ ենք նախատեսում անել։ Եվ երրորդը, պարոն վարչապետ, դուք նշեցիք 3 կանաչ գոտիների զարգացման հեռանկարի մասին, բայց դրանք իհարկե ամբողջը չեն, որովհետև ձեր հանձնարարությամբ մենք հիմա քննարկում ենք նաև մարզահամերգային համալիրի տարածքում մի խոշոր ծրագիր, նորից Երևանի պարոն Ավինյան դեռ փոխվարչապետության պաշտոնավարման ժամանակահատվածում այդ ծրագրի քննարկումները սկսել էր, շրջակա միջավայրի եւ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության հետ վեր ենք հանել բոլոր այն հարցերը, որոնք այսօրվա կարգավորման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն, ունենք մոտավոր պատկերացում, թե ինչ պետք է անենք, դա էլ մի շատ զգալի հարց է եւ կարծում եմ Երևանաբնակ մեր քաղաքացիների եւ ոչ միայն շատ կարևոր նշանակության հարց, որովհետեւ դրա արդյունքում պետք է մարզահամերգային համալիրի Ծիծեռնակաբերդի հարող այդ 30 հեկտար մոտավորապես տարածքում կանաչ տարածքների որակը եւ միջավայրը զգալի բարելավումների ենթարկվեն։ Դա էլ է զուգահեռաբար ընթացող քննարկում, ես հուսով եմ, որ Երևանի քաղաքապետարանի հետ առաջիկա քննարկումների արդյունքում մենք գործընկերների հետ հանդես կգանք կոնկրետ առաջարկությամբ։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան, քանի որ համալիրի նախագծի հետ կապված ես արձագանքը դեռ չէի ստացել, դրա համար չասցի, բայց եթե այդտեղ մենք նույնպես տեսնում ենք, որ նախագիծը իրականանալի է, այդտեղ մի ուրիշ գաղափար ես ունեմ եւ այսինքն դա ակնհայտ է, որ աշխարհագրությունն ինքն էլ է ցույց տալիս, որ մենք Հրազդանի ձորի նախագիծը եւ համալիրի նախագիծը պետք է ինչ-որ ձևով ինտեգրենք, որպեսզի փող կապակցվեն, որովհետեւ այդտեղ այդեն շատ դժվար կածաններով իրանք մեկակապված են, կարելի է ավելի, այսպես ասած, հասանելիությունը եւ փող գործելիությունը ապահովել եւ այդ նախագծերի մեջ խնդրում եմ դա էլ հաշվի առնել եւ իհարկե կա շատ մեծ պոտենցիալ եւ այդ պոտենցիալը պետք է մաքսիմում օգտագործել